Պարոն Գալստյան, շատ հաճախ Հայաստանի Հանրապետությունում եւ մամուլում, եւ ընդդիմությունը, եւ տարբեր քաղաքացիներ ասում են, որ պարտքը։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի դուք ներկայացնեք պարտքի արդյունավետությունը, պարտքի ազդեցությունը մեր տնտեսության զարգացման վրա, եւ ես ուզում եմ, որպեսզի շատ 19 թվականի ունեցած պարտքը եւ իրական ծավալը նկատի ունեմ, մենք ունեցել ենք պարտք X գումար, այդ ժամանակ ունեցել ենք համախառն ներքին արդյունք X իշքան անգամ ավել։ Այսօր 25 թվականն է, մենք ունենք պարտք եւ ունենք համախառն ներքին արդյունք։ Այս թվերը երբ որ դուք հիմա հրապարակեք, ես կարծում եմ շատ մարդիկ կհասկանան, որ այդ պարտքը վերցնելը ավելի դրական է, որտեղ տնտեսությունը զարգանում է։ Եվ տարիների ընթացքում դա իր ազդեցությունը ունենում է։ Այսքանը դեռ։ Պարոն Սուքիասյան, պարտքը այն թեմաներից է, որը աշխարհում ամենաշատ քննարկվող երևի թե տնտեսական կատեգորիան է, որովհետև դա ոչ միայն ազդեցություն ունի այսօրվա տոկոսների վրա, այլ նաև, եթե դուք մի քիչ ավելի առաջ եք նայում, ինքը բավականին մեծ ազդեցություն է ունենում նաև ապագայի վրա։ Այդ տեսանկյունից Ամերիկայում շատ մեծ դեբատ կար, կհիշեք 2000 թվականին օրինակ ընտրությունների ժամանակ Բուշի ու Գորի բանավեճը նրա մասին էր, արդյոք պետքա պարտքը ամբողջությամբ մարի Ամերիկան, որտեղ պրոֆիցիտով էր աշխատում, թե պարտքը ամեն դեպքում պետքա պահել։ Ուտեղ մի հատ պոստուլատ կա, ասում են պարտքը որպես կանոն լավ է վերցնել այն դեպքում, երբ որ պարտքի վճարման տոկոսը R-ը փոքր է G-ից, այսինքն դու ստեղծած արդյունքով կարողանում ես սպասարկել։ Ամերիկան գայթակղվեց այդ ժամանակ ու պանդեմիայի ժամանակ նաև այն իրավիճակով, որ տոկոսները զրոյական էին, ու իրանք սկսեցին շատ մեծ պարտ կուտակել։ Այդտեղ ամենամեծ խնդիրը այն է, որ ժամանակի ընթացքում R-ն ու G-ն փոխվում են, իրանք կոնստանտ չեն։ Լինում են դեպքեր, երբ որ կրիզիսային իրավիճակում քո տոկոսադրույքը գնում է վերև, իսկ տնտեսական աճի թիվը իջնում է ներքև։ Այդ դեպքում դու ունում ես ճգնաժամ։ Դրա համար մեր տեսանկյունից ամենակարևոր բանը, որ մենք ունենք երկրում, դա բյուջետային կանոնն է։ Այսինքն բյուջետային կանոնը ֆիսկալ ձեզ թույլ է տալիս կառավարելի դարձնել պարտքի հնարավոր զարգացումները։ Այսինքն այդ տեսանկյունից հստակ գրված է, եթե պարտքը 50-ի շեմը անցնում է, դու ինչ ես անում, 60-ի շեմն է անցնում, դու ինչ ես անում։ Այսինքն մակրոկայունության սցենարի ներքո մենք հստակ գիտենք խաղի կանոնները, բոլորս, դիմություն, ընդդիմություն, մարդիկ, բոլորը գիտեն, ինչա լինելու ֆիսկալի հետ, եթե հանկարծ պարտքը անցնի։ Առանձին պրոյեկտներով հիմա կդժվարանամ ասել, որովհետև ես այդ ինֆորմացիան չունեմ, այդ երևի մեր էկոնոմիկայի նախարարության գործընկերները պիտի ձեզ ասեն վերցված պարտքի նպատակադրված ուղղվածության վերաբերյալ։ Բայց այն, որ մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ մեր պարտքի մակարդակը կայուն ու կառավարելի է, դա միանշանակ է։ Պարոն Գալստյան, մենք 19 թվականին ունեցել ենք X պարտք, այդ ժամանակ մեր համախառն ներքին արդյունքը բավականին ցածր է եղել։ Ես հարաբերությունն եմ ուզում իմանամ 19 թվականին, որտեղ այդ հարցերը տալիս են, մենք պետք է ասենք, որ պարտքը դրական է, զարգացնում է տնտեսությունը։ Հիմա մի սցենար վերցեք, որ պարկ չունենայինք, մեր տնտեսությունը ինչ վիճակում կլիներ։ Խոսքը սրա մասին է։ Խոսքը չի գնում 90% համախառն ներքին արդյունքին համարժեք պարկ։ 50-60-ը սովորական է ամբողջ աշխարհում։ 60-ից ավել է, շատ եվրոպական երկրներ կան։ Ես ուզում եմ իմանալ, ինչ ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա, ինչ աստիճանի է զարգացել պարկ վերցնելուց հետո։ Դեռ շատ են պարկ ասում, բայց չեն հասկանում, որ այդ պարտքը ներդրում է, այդ պարտքը տնտեսության զարգացում է եւ կայուն զարգացում է։ Հակառակ դեպքում եթե միջոց չունենաս չի լինի։ Ես ուզում եմ 19 թվականի համեմատականը եւ ուզում եմ 25 թվականի համեմատակը ֆիզիկական, ինչքան գումարա կոնկրետ եղել, տոկոսների դնենք մի կողմ, պարզ է։ Չէ, պարտքը հարաբերական ցուցանիշ է, ու դուք ճիշտ եք ասում, մենք իրան միշտ պիտի հարաբերենք մեր եկամուտների հետ։ Այսօրվա մեր ամբողջական պարտքը մոտարապես մեր տարեկան ստեղծած արդյունքի կեսն է։ Այդ թիվը նույնն է եղել մոտարապես, եթե ես ճիշտ եմ մտաբերում 19 թվականին։ Այսինքն մենք վերցրել ենք, ստեղծել ենք արդյունք ու նաև դրա արդյունքում ունեցել ենք պարտքի կառավարելի մակարդակ, այսինքն մենք չենք թողել, որ պարտքը վերցրած ազդի մեր մակրոցուցանիշների վրա,
Պարտքը նաև մի հատ դրական կողմ է եղել, որ պարտքը չի օգտագործվել ընթացիկ ծախսեր սպասարկելու վրա։ Այսինքն ինքը բացառապես օգտագործվել է կապիտալ ներդրումների իրականացման համար, որը տնտեսության ներուժային տեսանկյունից կշիռը 50%-ին մոտ է։ Թիվը դե ինքը եթե հնան մեր մոտ մոտարապես 25 միլիարդ է, իր 50%-ը 12.5 է։ Այն ժամանակ եղել է հնան սրանից 2 անգամ պակաս, մոտարապես կամ մի քիչ ավել, եղել է դրա կեսը։ Հա, այսինքն իրանք պրոպորցիոնալ բարձրանում են։ Իմ տեսանկյունից ամենակարևորը այն է, որ մենք ունենք պարտքի կառավարելի մակարդակ։